Տվյալ դեպքը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ 10 տարվա ամբողջությունից հետո ծնվեց բալիկը, որը 3 կիլո քաշով առաջին փորձից հղիություն եղավ եւ երեխան ծնվեց։ Եվ ամենակարևորը այն է, որ այս այն դեպքների, երբ որ ինքնուրույն կինը ծննդաբերեց, ապացուցելով, որ արտաբանային բեղրավորումը չի նշանակում, որ անպայման հետո պետք է արվի կեսարյան հատում։ Եթե հնարավորություն կա եւ բնությունը այդ հնարավորությունը տալիս է, իհարկե ավելի ճիշտ կլինի եւ ավելի լավ կլինի, որ կինը ինքնուրույն ծննդաբերի, ինչ դու արեցիք։ Չնայած 10 տարվա անպտղությանը, հղիության ընթացքը եղել է հարթ, առանց ծանր բարդությունների, որոշակի խոչընդոտներ հաղթահարել ենք եւ այսօր ունենք այսպիսի հրաշք բալիկ։ Շատ հուզված եմ, շատ երջանիկ, շնորհակալ եմ բոլոր Մարգարյան ծննդատան անձնակազմից, պրոֆեսոր Օկոևից, իմ շատ սիրելի Դումանյան Արմինեից, ինքը ինձ հանձնեց ոչ պակաս ապահով ձեռք Մարիամ Աշոտովնային, ու երջանիկ այսօր ես գնում եմ տունի փոքրիկ Ռոբերտի հետ։